Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր ազատ թեմա է, շրջելու ենք Երևանով, կիսվելու եմ ձեր հետ, պտտվելու ենք միասին, այսպես ասած, գնալու ենք Երևան ավտոբուսով, երեխաները այնքան են մեքենայով շրջել, որ ավտոբուսը շատ հետաքրքիր է իրենց համար, դե ես էլ տատիկս խոստացել էի, որ ավտոբուսով են գնալու, մեր տանից մինչև օպերա 40 րոպեվա ճանապարհ է, ու եկանք հասանք այս հրաշք այգին, Մարտիրոս Սարյանի անվան այգին, որտեղ էլ հենց մեծ չափով տեղադրած է Մարտիրոս Սարյանի սպիտակ քարով պատրաստված հուշարձանը։ Սիրելիներս, ես այս այգին, եթե մենակ լինեմ, ժամերով կպտտվեմ, նույնիսկ 3-5 ժամ կարող եմ այստեղ մնալ, նայել նկարներին ու հիանալ։ Ինչ ոճի նկար ուզեք, կարող եք այստեղ տեսնել։ Ուրեմն գեղանկարներ կար, գրաֆիկական գծանկարներ կար, լուսանկարներ, թվային պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, մի խոսքով նատյուրմորտ, շատ սիրում եմ, շատ ինքս էլ նկարում եմ, բայց այսպես մեծ կտավների կամ թղթերի վրա երբեք փորձած չկամ, միշտ նկարչական ալբոմի մեջ շատ սիրուն կարողանում եմ նկարել, մի խոսքով և գուաշով կար, և մատիտով աշխատանքներ կար, յուղաներկեր, կար նաև թվային դիջիթալ տարբերակով համակարգչային նկարներ, շատ գեղեցիկ էին, բավականին մեծ չափի նկարներ կային, որոնք քարերով հավաքած էին զամշե կտորի վրա, սև ֆոնի վրա, այդ եզրագծերը սպիտակ, կարմիր ու քարերով էր արված, շատ սիրուն էին, այստեղ ուղղակի թույլատվություն չկար նկարելու։ Մի լավ պտտվեցինք, երեխեքը հետաքրքիր նայեցին, Գևորիկս էլ նկարելու հետ սեր ունի, տատիկ ասում է ես սրա նման նկար նկարել եմ, տատիկ ես նատյուրմորտ արել եմ, ասում եմ հա, ու ցույց ա տալի, ես այս միրգը նկարել եմ այս գույնով, մի խոսքով մի լավ շրջեցինք, երևի մի 30 րոպեի չափով, հետո նոր գնացինք, որ անցնենք դեպի օպերա։ Այս օրը բավականին շոգ էր, հարսիկս ասում է բոլորը գյուղ են գնում, որ շոգից փախնեն, դու էլ գյուղից գնում ես Երևան, դե շեշտեցի, որ այգում ենք լինելու և հով կլինի, ու այդպես, դե այգին կանաչապատ էր, այդտեղից արդեն մեր ճանապարհն է, անցնում ենք դեպի օպերա, օպերայի շենք, ու կքայլենք, տեսնենք որտեղ սրճարան կհանդիպենք, այնտեղ էլ կմտնենք, ինչի համար, որ խոստացել էի երեխեքին, խոստումս կկատարեմ։ Օրը ցերեկով օպերայի բակում մի հատ մարդ չկա, նայեք, ամբողջ տարածքը դատարկ է, իսկ երեկոյան, երբ արդեն ժամը 7-ից 8-ից հետո է լինում, այն որ ասում են ասեղ գցելու տեղ չի լինում, իսկական հենց այդպես է լինում, մինչև ժամը 2-3-ը այնքան շատ մարդ լինում, որ նույնիսկ քայլելուց կարող են մեկը մեկին խանգարել, մի խոսքով սրճարանների շարքը էս է, եկանք հասանք, այս ընթացքը անջատել էի տեսախցիկը, հիմա նստած ենք, երեխեքը թող որոշեն ինչ են ուզում և պլյուս պաղպաղակ կվերցնենք, անցած անգամ երբ եկել էի ու պատմել էի, որ խինկալի ենք կերել, շատ համով էր, Գևուլիկս խինկալի ուզեց, դե Նարեկն էլ հետ չմնաց, որոշեցինք պաղպաղակ պատվիրել իրենց համար, ես պաղպաղակ չեմ սիրում, ինձ համար սուրճ ու հետո էլ խինկալի կուտենք, այն որ շատ մարդ չկար, դա էլ իր լավ կողմը ուներ, ավելի հանգիստ էր, թե չէ մարդաշատ ժամանակ, այդ բավականին բարձր ձայները ինձ մի տեսակ խանգարում են, այսքան պտտվելը, այսքան հավեսով ժամանակ անցկացնելը մեզանից խլեց տրանսպորտի ժամանակն էլ հետը, ընդամենը 4 ժամ, երեխեքը շատ գոհ էին, եկել էինք տուն, ժամը տեսել էին ու զարմացել էին, տատիկ ասում է այսքան քիչ ժամանակ ա անցել, հələ կարանք դուրս գանք բակ, փողոց ու էլի լիքը խաղանք,
Մի խոսքով դուք էլ ժամանակ ստեղծեք, հարմարացրեք եւ թեկուզ մենակ, թեկուզ թորնիկների հետ, երեխաների հետ դուրս եկեք, եթե ինչ-որ մի բան կորոշեք, մի փոշմանեք, միանգամից կատարեք, ես ինքս հենց այդպես եմ, եթե մտքովս մի բան անցավ, հաստատ պիտի անեմ, դե առավել ևս, եթե թորնիկներս են ուզել, երբեք չեմ մերժում, միգուցե մի փոքր ուշացնեմ, բայց երբեք չեմ մերժում, խոստումս կատարեցի, պտտվեցինք, հիմա էլ ետ ենք գնում արդեն տուն, էլի ավտոբուսով, էլի նստած, այսքանը սիրելիներս, չգիտեմ, ովքեր կարոտել էին օպերայի բակը, այդ այգին, իմ տեսանյութի միջոցով թող տեսնեն, իրենց կարոտն առնեն, այդպես, շնորհակալ եմ, որ դիտեցիք, լայքերի ու դիտումների միջոցով կհասկանամ, թե ձեզ դուր եկավ նմանատիպ տեսանյութը, որ պտտվել եմ ու նկարել եմ, թե ոչ, ու կշարունակեմ նմանատիպ տեսանյութեր նկարելը, շնորհակալ եմ, որ դիտել եք: